Ողջույն սիրելի հայրենակիցներ, ամենակարևոր իրադարձությանն ենք անդրադառնալու, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ J.D. Vance-ը, ԱՄՆ փոխնախագահը, այցելում է տարածաշրջան։ Սկզբից Հայաստանի Հանրապետություն, այսինքն նախատեսվում է վաղը նրա այց Հայաստանի Հանրապետություն եւ հետո Ադրբեջան։ Արդեն Վրաստանում բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ Միխայիլ Սահակաշվիլին, նախկին նախագահը, իրենց տարակուսանքն են արտահայտում, որ Վրաստանը ետ է մնում տարածաշրջանային process-ներից, այդպես են այնտեղ ընկալում։ Բայց անցնենք առաջ։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ երբ որ ԱՄՆ-ում ընտրություններ էին, Հայաստանի Հանրապետությունում միակ քաղաքական գործիչը եւ փորձագիտական շրջանում միակ կարծիքը, որ ասում էր, որ պետք է մենք աշխատենք Թրամփի ադմինիստրացիայի, Թրամփի հենց J.D. Vance-ի հետ, այս երկու մարդկանց եւ նրանց թիմի հետ, որովհետեւ նրանք են հաղթելու ընտրությունները եւ հետեւաբար նրանց հետ լավ աշխատելուց հետո, որ ընտրվեն, մենք կունենանք շատ լավ կապեր, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չէր լսում եւ երկրի ղեկավարությունը, փորձագիտական համայնքը, չգիտեմ, բոլորը պաշտպանում էին եւ ջատագովում էին Կամալա Հարիսի նախագահ ընտրվելու, որը որ ես ասում եի, որ ոչ մի շանս չկա, եւ պետք է աշխատանք տանել այս մյուս թիմում։ Այդ պահին Ադրբեջանում աշխատում էին Թրամփի թիմի հետ եւ քննադատում էին դեմոկրատներին, որը հետագայում երբ որ Թրամփ հաղթի, որտեղ գիտեին, որ հաղթելու է, կանխատեսել էին այնպես ինչպես ես, կկապիտալիզացնեն այդ իրենց արդեն իսկ նախապես եղած դիրքորոշումը եւ իրենց գործողությունները։ Հիմա գալիս ենք արդեն այցին։ J.D. Vance-ը գալիս է Հայաստանի Հանրապետություն, մենք գիտենք նախագահ Թրամփի կողմից արված հայտարարության հիման վրա, որ Հայաստանի Հանրապետության հետ կնքվելու է միջուկային խաղաղ բնականաբար միջուկային համագործակցության ոլորտում համաձայնագիր։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Միացյալ Նահանգների հետ նախկինում ստորագրված մեմորանդումում ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ դրա մասին արդեն իսկ խոսք կար։ Այսինքն մենք ըստ էության այս այցելությունից, բացի այցելությունը որպես այդպեսին թրիփի մասով, նոր բան ես դեռևս ինձ հայտնի չի, որ մենք ստանում ենք, որովհետև եթե խոսքը գնում է չիպերի մասին, արհեստական բանականության մասին, այդ համագործակցությունների ոլորտը դա արդեն նախանշված էր, դա արդեն մենք ունեինք սիրելի հայրենակիցներ։ Ինչա ստանում Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանը, ես արդեն ասացի, թե նախընտրական շրջանում է լավ աշխատել, թե հիմա է լավ աշխատում, Ադրբեջանը ստանում է նախ մեր օգնությամբ սանկցիաներն է հաղթահարում, որը կար ընդդեմ Ադրբեջանի։ Երկար տասնյակ տարիներ Ադրբեջանը ամերիկյան սանկցիաների տակ էր եւ չէր կարող օգտվել Միացյալ Նահանգների զենքերից, այսինքն չէր կարող գնել Միացյալ Նահանգների զենքեր կամ այնպիսի ապրանքներ, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով։ Ադրբեջանը միայն Միացյալ Նահանգներից ստացել է սահմանի ամրապնդման օգնություն, որտեղ իրենք այնտեղ դավաճառում էին, որ այ մենք Իրանի հետ սահման ունենք եւ մենք անվտանգային ահաբեկչության խնդիրներ, խնդիրներ բան, եւ այդ սոուսի տակ ստանում էին training, փող եւ որոշակի ինչ որ տեխնիկա, որը հետագայում նաեւ մենք բացահայտել էինք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ կիրառվել էր։ Այսինքն հայկական դիվանագիտությունը եթե լավ աշխատեր, այդ տրված ապրանքները Ադրբեջանին կոնկրետ արգելված էր կիրառել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ կոնֆլիկտում։ Բայց մարդիկ կիրառել են եւ մարսել են, որտեղ աշխատանք այստեղից գոյություն չունի, այստեղ պրոադրբեջանական աշխատանք։ Բայց դա էլ անցնենք։ Հիմա Ադրբեջանը զենք գնելու հնարավորություն է ստանում։ Տեսեք, բազմաթիվ նամակներ կան, բազմաթիվ բոլորը դիմում են J.D. Vance-ին։ Մեկը ասում է քաղաքաբանտարկյալներին Հայաստանի ասա որ բաց թողան, լավ է անում։ Մյուսը ասում է որ այ որ գնաս Ադրբեջան, ասա հայ ռազմագերիներին ազատեն, էլի լավ է անում, բայց ես ավելի ռազմավարական հարց եմ ուզում բարձրացնել, որ Հայաստանի Հանրապետությունը բացի այն որ բնականաբար պետք է այս հարցերը բարձրացնի, բնականաբար մեր իշխանությունը չի ասի որ մենք քաղաքաբանտարկյալներ ունենք, բայց գոնե մեր իշխանությունը կարող է ասել, որ Բաքվում մարդկանց ցմահ դատել են այս խաղաղության process-ի արդյունքներով։ Խաղաղության process-ի ընթացքում էլի դա ինչ-որ խաղաղության process-ի մեջ դեսերտն է, ինչն է, չգիտեմ ինչն է, բայց դատել են ցմահ։ Այսինքն դեռ վարչապետը բանում մրցանակ է ստանում Աբու Դաբիում Ալիևի հետ, բան բոլորը ուրախ, խաղաղությունը արժանապատիվ է, այո, բան օրնված են նրանք, ովքեր խաղաղություն են բերում, այնտեղ հաջորդ օրը Ալիևը գնում է եւ դատարանը բոլորին ցմահ դատում է։ Այսինքն բացի որ Հայաստանը պետք է այս հարցը բարձրացնի, այդ ուզում եմ ասել, որ նաեւ դատավարությունից հետո պետական մակարդակում ոչ մի հայտարարություն ԱԳՆ-ից, բանից գոնե լավ, գոնե հասկանում եմ, ասենք գոնե sense մենք մտահոգված ենք։ Գոնե sense հայտարարություն Հայաստանը չի արել։ Չկա հայտարարություն։
Այդ մարդկանց ցմահ դատվելու վերաբերյալ։ Ընդ որում ասել եմ ես, որ այդ մարդկանց դատավարությունը ուզմա սիրեք, ուզմա չսիրեք, էլի եմ ասում։ Ախր Հայաստանի վերջին 30 տարվա կյանքի մասին է։ Այնտեղ դատել են մեր վերջին 30 տարի եւ դրա հիման վրա վաղը մյուս օրը փոխհատուցում, հող, տարածք, ինչ ասես մեզանից ուզելու են։ Բայց այդտեղ տենց հի բացած ուրախանում են, պարում են, ուտում են, խմում են, չալաղաճ ասես պտտում են բանի շամփուրի վրա, բա նորմալ է, արեք, հա, օքեյ։ Հիմա հետ գալով ամենակարևորին, հիմա ամենակարևորն եմ ասում, թե ինչ պետք է մենք ուզենք Ամերիկայից։ Ժողովուրդ մենք պետք է Ամերիկայից ուզենք անվտանգային երաշխիքներ, որ այն զենքերը, որ Ամերիկան մեր օգնությամբ Հայաստանն է այնպես արել, որ Ադրբեջանը արդեն ազատվել է սանկցիաներից։ Հասկանու՞մ, Հայաստանի աջակցությամբ Ադրբեջանը ազատվել է ռազմական սանկցիաներից եւ կարող է զենք գնել, ֆիքսեք էսի։ Որ այն ինչ որ գնում են, զինվում են Ամերիկայից հիմա էլ, չի կարող կիրառվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանը պետք է սրա վրա աշխատի։ Հասկանում եք, ռազմագերիներին էլ կներեն մի օր բաց կթողան համաներումով։ Ամեն ինչ կլինի, բայց ավելի պետական բարձր կարևոր հարց է, որ մենք ստանանք անվտանգային երաշխիքներ Ամերիկայից, կամ նույն զենքից մեզ է պետք է տան, եթե տենց է, պաշտպանական, ոչ թե մեզ ասենք, մենք ձեր համար չիպերի գործ կանենք, չիպերը դուք չիպեր կարտադրեք, կամ չէ՞, ես մեծ կասկածներ ունեմ, չիպեր կարտադրենք, թե չէ, ամեն դեպքում։ Դրանք են նախորդ փաստաթղթերում գրված է։ Նոր բան, որ պետք է ստեղ արվի, որ նոր բան ենք ստանում այս այցից, ինձ հայտնի չի։ Թող գան ասեն, իմանանք դրա վերաբերյալ կխոսամ։ Նոր բան չկա մեր իմանալով, իմ իմանալով։ Ադրբեջանի պարագայում նոր բան կա։ Ռազմամթերքի գնումների պայմանագրեր, իմացեք։ Հիմա պետք է մենք ստանանք երաշխիքներ, որ այդ զենքը մեր դեմ չկիրառվի։ Պարզ է իմաստը ասում են, Ժորժ ջան, որ թրիփը կա, դա արդեն փաստ է, որ կանխարգելվում է, մեր նկատմամբ ոչ մի բան չեն կարող անել, բայց ում ձեզ հիշեցնեմ։ 12-ից մինչև 15 թվականը մոտարապես վերջի 5 տարին, մինչև 16 թվականի քառորյա պատերազմ, ապրիլյան, Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի զենք գնեց Ռուսաստանի Դաշնությունից։ Երբ որ այս հարցը բարձրացնում էին ես պարլամենտում, հանրապետական падգամավորները, իշխանություններն են օրվա ասում էին ռուսները մեզ են զենք տալի, բան հակակշռվում է եւ այդ զենքը բան դա բիզնես է, էլի բիզնես է, ծախում են։ Հիմա էլ Ամերիկայի պարագայում է բիզնես։ Վերջը այդ ամբողջ զենքը կիրառվել է մեր դեմ։ Ժողովուրդ ջան, նես չլինի, որ հիմա էլ Ամերիկան է մեր հարազատ դաշնակիցը, բան։ Հիմա էլ Ամերիկան Ադրբեջանին զենք ծախում։ Հիմա էլ այդ ենք մտածում, որ կանխարգելվելու է, բան, դες բան չի կողոս կարա լինի, բան։ Հետո այդ զենքը ջարդեն մեր գլխին։ Վերջին հաշվով հարց առաջան, ժողովուրդ։ Ադրբեջանի պլաններում կա Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի տարածքային պահանջներ։ Կա իրաց պլաններում, հստակ։ Ինչի է զինվում այս երկիրը։ Ում դեմ է զինվում այս ռեգիոնը, այդ ում համար է էլի զինվում սա օրը։ Հիմա էլ Ամերիկայից է զինվելու Ջեյ Դի Վենսի այցի կապակցությամբ։ Վերջը լավ կարանք մենք մի քիչ այդ բանից այս սոուսներից, այս ինչ որ էմոցիաներից դուրս մեծ սառը հանգիստ դատենք, մտածենք։ Եվ իմ համար ամենակարևորը դա է, որ պետք է աշխատանք տանի այս իշխանությունը, քանի մինչև հունիսի 7-ը դե իրանք են։ Որ երաշխիքներ լինեն կամ մեզ էլ զինեն, որ հակակշռվի, կամ երաշխիքներ լինեն, որ այդ զենքը մեր դեմ չի կիրառվելու։ Էսա ամենակարևոր բանը։ Սա է պետք անել։ Մնացած մասով ակնհայտ է Ջեյ Դի Վենսի այցը միայն տրիպի հետ չի կապված։ Հնարավոր Իրանի վրա հարձակման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումն են ճշտելու այս այցի ընթացքում, թե մենք ինչ դիրքորոշում կունենանք, ինչ կասեն իշխանությունները։ Ապագա նաև այստեղի զարգացումների վերաբերյալ է եւ ամբողջ այցի մեջ նաև բնականաբար օրակարգում կա, որ իրենց ճշտամիների ազդեցությունը ըստ տարածաշրջանում պետք է նվազեցվի։ Ռուսաստան, Իրան, էսա։ Որը հասկանալի է, իրան շահերն էլ դա է։ Յուրաքանչյուր երկիր սպասարկում է իր շահերը։ Եվ ուզում եմ ասել, բացի նկարվելը, բացի լալահառաջ բաներ անելը, աշխարհի ամենահզոր երկրի փոխնախագահի այցից Ժորժ ջան, պետք է սթափ, հանգիստ, հանդարտ, մտածված բաներ ակնկալել։ Այն վաղտ, որ ասում է հետներն աշխատեք, իրանք են հաղթելու ընտրությունները, ինչ չէին լսում։ Գոնե հիմա հուսով եմ կլսեն։ Ոչ թե այն փորձագետներին, ես էլ ասեմ ու ավարտեմ, որ այդ ժամանակ խոսում էին, բացարձակապես բան չհասկանում։ Մտածում էին Ջեյմս Դեյվիդ Վենսը դա 3 հոգի են։ Ոչ թե մի մարդ, այլ 3 հոգի, Ժան-Կլոդ Վան Դամն էլ մարդիկ կան, ասում են 3 մարդ են, էլի։ Չէ, Ժորժ ջան, Ջեյմս Դեյվիդ Վենսը դա մի մարդ է, ԱՄՆ փոխնախագահն է։ Բայց Հայաստանում վերլուծական մակարդակը այդ մակարդակի էր։ ԱՄՆ ընտրություններին ընդառաջ։ Այսքանն էի ուզում ասել այս կիրակի օրով։ Տարածեք այս տեսանյութը եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությունը։ Լավ մնացեք։